Համատարական ձայն ունի եւ խնդրում եմ որպեսզի բոլորս լսենք։ Նախ իմ խոնարհումն եմ արտահայտում մեր պատմության ողջ ընթացքում մեր ժողովրդի այն մասին, ովքեր որ իրենց նվիրումի շնորհիվ պայքարել են մեր ինքնության համար, պայքարել են ոչ միայն խաղաղ պայմաններում, այլ պատերազմի ժամանակ եւ նաեւ իմ խոնարհումը զոհված, անհայտ կորած զինծառայողների բոլորի հարազատներին եւ նրանց զավակների հիշատակի առջեւ։ Ընդհանուր առմամբ քննիչ հանձնաժողովները ստեղծվում են հանրային մեծ լսողություն պահանջող եւ հանրային մեծ հետաքրքրություն պահանջող երևույթների շուրջ։ Այնպիսի կարևոր իրադարձություն, ինչպիսի 44-օրյա պատերազմն է եւ իշխանությունները պարտավոր են այդ իրողության քննարկումից եւ համապատասխան հետևություններից անելուց հետո այն բացել, հաշվի առնելով նաեւ գաղտնիության բոլոր տվյալները, բայց ժողովրդի հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող մասը ներկայացնել մեր հանրությանը։ Այս քննիչ հանձնաժողովը բավականին երկար աշխատել է եւ կարծում եմ, որ մի քանի անգամ երկարացնելով նրա աշխատանքի ժամկետը, քննիչ հանձնաժողովի գործունեության մեջ իրավական եւ նաեւ ընթացակարգերի խախտման հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Եվ կարծում եմ, որ նաեւ այն բանը, որ այսօր ազգային ժողովի ղեկավարությունը տվել է մեզ, այսինքն տվել է ձեր անհայտ կորած եւ զոհված զինծառայողների հարազատներին, խոսում է նրանց վերաբերմունքը մեր հանրության, մեր հասարակության նկատմամբ։ Ի սկզբանե քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մենք կասկած ենք ունեցել ինչ առումով։ Այն առումով, որ այս քննիչ հանձնաժողովը գտնվելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարության եւ ամբողջ այդ խմբակի ենթակայության տակ չէր կարող արդարացի որոշում ընդունել եւ այդ զեկույց չէ, մանավանդ որ քննիչ հանձնաժողովի նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, ես նկատի ունեմ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամները, ոչ բոլորն են ծանոթացել եւ ոչ բոլորն են քվեարկել եւ ի պատասխան այն գրության, որ մենք ձեր պահանջով, ձեր խնդրանքով մենք ուղարկել էինք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որպեսզի հրապարակվի հանձնաժողովի աշխատանքները եւ նաեւ լսումներ կազմակերպվի, իրենք պատասխանել են, որ այն չի համապատասխանում ընթացակարգերին։ Պարզ բառերով ասեմ նաեւ հետեւյալը, որ քննիչ հանձնաժողովը իր կազմով 8 հոգանոց ՔՊԱ-ականների կազմով չէր կարող իրենց պարտականությունների կատարմանը զուգահեռ այնպիսի խոշոր իրադարձություն, ինչպիսին 44-օրյա պատերազմն է, համապարփակ, համակողմանի գնահատական տար եւ այդ ամենը ներկայացներ հանրությանը։ Իրենք իրենց պարտականություններին զուգահեռ այդ 8 հոգին չէին կարող։ Իսկ մենք չենք մասնակցել դրան, որպեսզի չլեգիտիմացնենք իրենց այն գործունեությունը, որը որ լիարժեք գնահատական չի տալու այդ ամենին։ Ընդհանուր առմամբ երևի հետաքրքիր է, թե մենք ինչ ենք կազմակերպել։ Մենք առաջարկություն ենք արել քննիչ հանձնաժողովի սկսվելու հետ մեկտեղ, որպեսզի համախոհությամբ, այսինքն համաձայնությամբ ստեղծվի հանձնաժողով, ազգային ներկա ոչ նախքին որևիցե մեկ պաշտոնյա, ես իմ վրա եմ վերցնում, ես էլ չէի կարող ներկա լինել, փոփոխություններ, որ հավասարաչափ, ասենք, մենք արկել էինք 4 հոգի, քաղաքական 4 հոգի ընդդիմությունից եւ Արցախից վերլուծական եւ նախագահական հարթակից լինեին Հակառակ դեպքում
Հազար ներողություն եմ խնդրում, պարոն, ես խնդրեցին, որ մի քանի րոպե էլ եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, թույլ տվեք ես ասեմ։ Ես ավարտեմ այդ։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ դուք այսօր այստեղ եք։ Շնորհակալ եմ։ Ես խնդրել եք, ես պարտավոր էի այստեղ լինել։ Հակառակ դեպքում, եթե համախոհությամբ չստեղծվի, եթե գայների մեծամասնությունը որը ձևավորվել է Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի մեջ 8 հոգի իրենք են, 3 հոգի մնացածները։ Այդ դեպքում միշտ իշխանությունը իր կուրսքներ ծեծելու, ընդդիմությունը դրան չէր հավատալու եւ հանրությանը չէր ներկայացվելու ճիշտ եզրակացություն։ Դա է պատճառը, կարծում եմ, որ այսօր ազգային ժողովի ղեկավարությունը ասում է, որ իրենց գործունեությունը ընթացակարգերին չի համապատասխանել։ Դու ազգային ժողովի ղեկավար ես, քո ենթակայության տակ ձևավորվել է քննիչ հանձնաժողով։ Լավ, այս աշխատանքի ընթացքում չես հրավիրել մեկ անգամ, երկու անգամ քո մոտ, ընթացքը որն է, ովքեր են հարցաքննվել, ինչ եզրակացություններ են կան։ Պատասխանը մեկն է, իրենք խուսափում են իրականությունից, այնպես ինչպես խուսափում են այսօր իրականությունից, գեղեցիկի եւ ստի միջոցով փորձելով բարթել ամեն ինչ նախկիններին եւ փորձելով այսօր բարթել ամեն ինչ միայն բանակի վրա։ Այնինչ պատերազմի ժամանակ մարտնչում են բոլորը, մարտնչում է ամբողջ պետությունը եւ այս քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեջ երևի թե լինելու են տեղեկատվություն, որը իրենց չի ձեռք տալիս, պարզ ասած, կամ եթե լինի սուտ կեղծ տեղեկատվություն, ապա հանրության մոտ, մեզ մոտ, պատերազմը, պետականությունը, պետական կառավարումը հասկացող մարդկանց մոտ շատ հարցեր են առաջանալու եւ այս պահին, այս նախընտրական ժամանակահատվածում իրենց դա ձեռք չի տալիս։ Ես կարծում եմ, որ դա, այսինքն մերժելը այսօր քննարկումը նաև բերում է այսօրվա իշխանության մտավախություններից եւ իրենց վախկոտ կերպարից։ Նորից շնորհակալություն ասեմ, բայց կներեք, որ ընդհատում եմ, դուք ունեիք 5 տարի ժամանակ այդ ամենը այնտեղից խոսելու, կազմակերպելու, պարոն Օհանյան։ Մի ընդունեք սա որպես մեղադրանք, բայց ընդունեք, որ այսօր այս խոսափողը հանրությանն է։ Դուք այնտեղ հսկայական մեծ խոսափող ունեիք։ Եվ մեկ ամիս է ժողովուրդը գալիս է ամեն օր այստեղ, դուք փոխել եք ամեն օր այնտեղ խոսայիք սրա մասին, հարգելիս։ Դուք այսօր այստեղ եք։ Այնուամենայնիվ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, որտեղ ձեր գոլեգաները այստեղ չեն։ Հարգելի հայրենակիցներ, ես մի բան ավելացնեմ, ես ինչ-որ չափով ձեր հետ համաձայն եմ, բայց ինչ-որ չափով ձեր հետ համաձայն չէ, որովհետև այն ամենի մասին, ինչի մասին ես խոսում եմ եւ նաեւ հարթակից եմ խոսում, պարզապես այդ տեղեկությունները այսօր թարմացվում են, մշտապես խոսվել է իմ գործընկերների կողմից, բոլորի կողմից եւ ըստ անհրաժեշտության, երբ որ ցանկություն եղել է հանդիպելու, գոնե ես եւ իմ գործընկերները միշտ հանդիպել են։ Շնորհակալություն։ Մեր փաստաբանն